խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները արդեն կարծես տեսնում եք ինչպես են տարվում, կան մարդիկ հստակ, ովքեր ձեզ հետ ճանապարհ չեն կարող անցնել, ունեք այդպիսի կանոն, որ պետք է մինչ ցուցակում ընդգրկելը բարեվարկության քննություն անցկացնեք եւ զտեք ցուցակը։ Գիտեք, որ ասում եք ինձ հետ, ընդհանրապես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ ես եւ մյուսները իմ անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական process-ները տեղի ունենում բաց, թափանցիկ, եւ այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաև կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերվում են կուսակցությանը։ Դա անձի մասին չէ, դա կուսակցության մասին է եւ կուսակցությունը ինքն է տալիս այդ հարցերի պատասխանը իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով։ Հետևաբար կուսակցությունը այդ թվում ազգային ժողովի падգամավորի առաջադրված տեխնացուների գրանցման գործընթացում կտա այդ հարցի պատասխան։ Հետևաբար ովքեր կգրանցվեն որպես падգամավորի տեխնացու, նրանք կարող են եւ մենք էլ, որտեվ ես էլ եմ падգամավորի տեխնացուի միջալուց, նույն տրամաբանության մեջ այդ ցուցակում ընդգրկվելու եւ հավակնում եմ նաեւ լինել վարչապետի տեխնացու եւ այդ որոշումներով, արդյունքներով բոլորի համար թափանցիկ կլինի, թե ինչ, բայց ելի եմ ասում, առանցքը process-ի, անձը չի առանցքը process-ի կուսակցությունն է եւ շատ կարեւոր է որ գաղափարախոսությունն է, որտեղ կուսակցությունը առանց գաղափարախոսության այլ բան է, կուսակցությունը եւ գաղափարախոսությունը բոլորովին այլ բան։ Գրանցման եւ ցուցակի ձևավորման գործընթացը հենց այդ հարցերի պատասխանն է տալիս։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։